նախագծերում միանշանակ մեծ թիմերի դեպքում լինում է, որ նաև տարաձայնություններ է լինում։ Քեզ հետ նման բաներ պատահել է եւ ինչքան է այդ տարաձայնությունը տևում։ Օրինակ եղել է քո պրակտիկայում դեպք, որ ինչ որ խոսակցություն է եղել ու դրանից հետո ձեր շփումը իրոք դադարել է եւ ել չեք շփվում։ Տարաձայնություններ ունեցել եմ ամենասկզբից, որովհետև եկել եմ անծանոթ այդ ոլորտին, անծանոթ այդ անցուդարձին, մարդիկ տարբեր են, ամեն մեկը ինչ որ իր եղել է փուլ, որ փորձել են ինքնահաստատվել։ Ամենասկիզբը կարող եմ նշել, ամենասկիզբը, ամենաուժեղ, ես ասում եմ միշտ բանակ էր, ամենասկիզբը, որովհետև դե մենք էլ փոքր էինք, 23-24 տարեկան, հիմա ընդհանրապես հասկանում եմ, որ 23-24 տարեկանը երեխա է եւ միանգամից մտնել ինչ-որ մի հատ մեծ աշխարհ, անծանոթ աշխարհ, իրականում դրան պետք է դիմակայել։ Երբ որ մեջն ես լինում, դու չես հասկանում։ Բայց այդ շրջանում եղել են ինչ-որ տարաձայնություններ կապված շատ բաների հետ։ Իհարկե բնականաբար, երբ որ դու պատրաստ ես այդ ամենին, դու էլ չունես այդ պրոֆեսիոնալիզմը եւ դու էլ ես անում սխալներ եւ մի խոսքով այդ բախումները բնական են, հետագայում այդպիսի վառ կոնֆլիկտներ չեմ կարող հիշել ու առանձնացնել, առհասարակ կոնֆլիկտային պահեր, եթե եղել են, դրանք եղել են պահեր ուղղակի։ Մեծ բաների մեջ չի անդրադարձել։ Շփման վրա ոչ։ Եթե նույնիսկ անդրադարձել է, գրել է շատ ժամանակավոր բնույթ, այսինքն այստեղ ունեցել են կոնֆլիկտ, ինչ որ մի հատվածում օրինակ դադարել է շփումը ու առհասարակ ես բոլոր իմ շփումների մեջ սիրում եմ այդ պաուզաները, որովհետև պաուզան շատ կարևոր բան է յուրաքանչյուր բանում, հատկապես շփման մեջ, որովհետև այդ պաուզան թե ինչպես կպահեն այդ երկուսը այդ պաուզան, դա ասում է թե ինչ ապագա ունի այդ հարաբերությունը եւ ինչի է արժանի այդ հարաբերությունը, այսինքն եղել են մարդիկ, թեկուզ ընկերական շրջապատում, ես չեմ խոսել 6 ամիս, բայց մենք երկուսս էլ 6 ամիս ուղղակի մարդիկ գուշակել են, որ մենք չենք շփվում եւ մենք երկուսս էլ թույլ չենք տվել օրինակ, որ մյուսից խոսեն այդ շրջապատում, օրինակ, բայց ցանկացած հարաբերություններում կլինի աշխատանքային, կլինի ընկերական, կլինի սիրային, պաուզան որոշիչ է թե հետագան ինչպես կընթանա։ Քանի որ այս թեմային անդրադարձել, ես վստահ եմ խոսքը Էլեն Ասատրյանի հետ շփման մասին է, ու նաև հետաքրքիր է, որ համացանցում հենց փորձում եմ Ժաննա Բուտոլյան անունը գրել եւ հարցազրույցներն է գալիս, միշտ վերնագրերը էսպես է, որ Ժաննա Բուտոլյանը Էլեն Ասատրյանի հետ կռվելու մասին եւ այլն, անպայման վերնագրերում Էլեն Ասատրյանի անունը շոշափվում է։ Նախ չես հոգնել անընդհատ, որ այդ հարցը տալիս են, ու հիմա ես էլ եմ այդ հարցը տալիս, եւ հետաքրքիր է, այ ոնց հարթվեց այդ ամենը եւ վերջերս էլ նաեւ հաղորդում եմ տեսել ձեր մասնակցությամբ, երկուսի մասնակցությամբ, որ դուք ընդհանրապես կարող եք մեկ բառ ասել եւ հայացքով այդ մեկ բառից իրար հասկանալ, դա նշանակում է, որ կատարել ընկերություն է, էլի այդտեղ գնում։ Ես չեմ հոգնել այդ հարցից, որովհետև միշտ կիսատ եմ պատասխանում, միշտ ինչ որ ասում, Երանի ես էլ ասեի, որովհետև որպեսզի մարդիկ ամբողջական պատկերացնեն, որ այդտեղ ոչ մի ինչ որ բան չի տեղի ունեցել, օրինակ դավաճանություն կամ ինչ որ տհաճ մի բան։ Դա եղել է ուղղակի ինչ որ մանկական տարաձայնություն, այդ 6 ամիսը այո նրա մասին էր եւ մեկս մյուսից ոչ միտեղ ոչ մի վատ բան չենք խոսել եւ հետագայում էլ ավելի ամուր ընկերություն ենք կարողացել շարունակել եւ հարստացնել նաեւ, այո, մենք իրար մի հայացքից հասկանում ենք եւ քանի որ այս տարիների ընթացքում է ընդհանուր հումորներ ունենք, դա էլ արդեն այդ խաղում մեզ օգնել։ Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային պաուզաներին, ինչի այդ պաուզաներն էլ են շատ լավ ընթացել, որովհետեւ ինչքան էլ վատ բան լինի, ես չեմ մոռանում լավը։ Այսինքն եթե մարդը ինձ մեկ լավ բան է արել, ես միշտ կառաջնորդվեմ իր հանդեպ ինչ որ բան անելուց այդ լավով։ Մարդիկ կան, ովքեր մի վայրկյանում մոռանում են, ինչպիսին ես դու եղել, եւ մի հարվածով, մի խոսքով ամեն ինչ գցում են ջուրը։ Ես չեմ հարգում այդպիսի մարդկանց եւ սարսափում եմ այդպիսի մարդ լինելուց, այսինքն ես միշտ կենտրոնացած եմ, որպեսզի չմոռանամ եւ գնահատեմ, թե ինչ է ինձ համար արվել։ Իհարկե, մարդիկ էլ կան, ովքեր ինչ որ լավ բան անում են հետագայում ասելու համար եւ օգտագործելու դա հաճախ որպես մանիպուլյացիա, որ ես լավ բաներ եմ արել, բայց խոսքս դրա մասին չի։ Խոսքս քո մասին է, որպես արդար գնահատող դիմացինին։ Արդյոք նա արժանի է այս վերաբերմունքին, այս ներմանը, այս չներելուն։ Մի խոսքով պետք է ուշադիր ապրել։ Իզուր չշեշտեցի, որ նաև չներելուն, որովհետև շատ նուրբ սահման է, պետք է էդ էլ հասկանալ, արդեն դու ինքդ քեզ վրայով ես անցնում այդ ներելով, թե դու այդ արդար գնահատողն ես։